Պատճառը ո՞րն էր կռվի, ինչ էր եղել։ Անիմաստ ինչ խոսակցություն տան մեջ առաջացել էր առավոտյան, էլի տենց դիճել էինք էլի։ Ձեռներին արտոնություն էր տվել եւ այդտեղից ասացի որ հեռանում եմ տանից տարբերակով ու նայած հետո ինքը հայտնվեց այնտեղ, իսի բռնի ուժով թե միզեր էլի տանի տուն կամ չգիտեմ։ Սա առաջին փորձն է իրենից հեռանալու։ Չէ, բավական շատ անգամներ եղել են։ Ու ամեն անգամ ծեծով է ավարտվել գործը։ Հա, խնդիրը ծեծն է եղել էլի ամեն անգամ։ Ես հրաժարվել եմ, առանձնացել եմ, ուղղակի ամեն անգամ եթե գան ասեն որ էլ չի կրկնում, ես փոխվել եմ հանուն երեխաների եւ այլն, ասենք, եթե խղճից էլ բան է լինում, դեպի երեխաների խաթր, ասենք ամեն ձևի ուզեցել է ընտանիքը վերականգնել, դեպի մարդը հիմա տարիների ընթացքում կմեծանա, կփոխվի, ոնց որ այդ հույսով ապրել ես, ումիշ լավ կլինի։ Ձեր ամուսինը ձեզ երեխաների մոտած է ենթարկել։ Պատահել է այդպես բաները։ Ասում եք, որ ինչ ամուսնացել եք, ամուսնության առաջին իսկ օրվանից ձեր ամուսինը ձեզ ծեծի է ենթարկել։ Այո, իր մոտ այդ խնդիրը կա, ընդհանրապես ձեռքերին արտոնություն տալու։ Վայ, բա 10 տարի կարար ծեծու տեղում, հենց ոնց կարա լինի։ Դուք պնդում եք, որ չեք ծեծել ձեր կնոջը երբեք։ Չէ, ոնց, ընտանիքում ոնց կարա, ճիշտ է, այն ժայր ժամանակահատվածում հաճախ ա եղել կռիվներ, ես ինչը որ կար ճիշտ եմ։ Ու ծեծել եք այդ ժամանակ։ Ծեծել եմ, հիմա ասենք, որ մի հատ, ասենք, խոսքի տուն կա, որ ասենք նման բան չունի, ծեծել է, ծեծել լրիվ ուրիշ բան եք ասում, բայց ես 3-4 տարիների, 5 տարիների ընթացքում, ասենք, սա նորմալ է։ Այդ օրը փողոցում գետնին գցած, ծեծել եք։ Գետնին գցած չի եղել, բոլորն են ասում են տեսել, որ ինքը իրան տենց վազավ ընկավ ոնց որ Փողոցում քաշել։ Բարի մեր երկու երեխեքի մերն այն կինս է։ Ընկա վարա ես հորսավ ես լան ո՞ց կփեմ։ Բարի ես ներ, հա։ Չի ստացվի սենց, լավ մի րոպե։ Եկա մի րոպե Ես եմ նոր տեսել։ Հիմա ինձ ես խփում քաշես տալիս։ Արա մերրեմ քեզ ես քեզ ոնց կամ խփեմ քո մարդու կողմնա։ Ասում եմ դուրս եկեք։ Դուրս եկեք իմ մեքենայից։ Իմ մեքենա, հա, հորս արավ, ասում եմ մեր երկու երեխեքի սարավ տնա մատով կպնեմ։ Արա ես կան տղա։ Ես իր հետ պետք է զրուցեմ։ Հա, վերջ։ Չէ, ես ոստիկան Չէ։ Այս բան չի եղել։ Ինքը ներքևը պահած ես նկարում է յանիար անցում է, տենց մատով ես չեմ կպեմ, մենակ կծնեմ։ Հեն էլ որ այդքան մարդիկ կային, ջղայնացել էի արդեն, որտես այդքան մարդիկ, ասի մի քիչ կծեմ, որ ձեռը թողնի, էլ ենք այդքան դաժեզարում ես առաջարկել եմ, ասել եմ, արի դուք էլ, ես չգիտեինք ով էր, ասի դուք էլ եկեք նստեք մեքենայի մեջ, իրարը գտանք մենակ ստերից, բայց չէ ես ինչ գործում եմ ձեր, ու ես լավ հասկացա, որ ինք ինձի ճանաչել է, իշոն մեկը լիներ հաստատ ինքը տենց բան չեր անի։ Շարժից վրա մնացել է իր մազերը պոկված եւ նրա մազերը իսկապես այնց բորբոր դուրս էին գալիս, որովհետեւ քարշ էր տալիս գետնին մազերից բռնած։ Կնոջս մազերն է ցույց տվել։ Այո։ Ուրեմն այդի ես տեղյակ եմ, սաների վրից եմ համել, ու այդի տան սուս եմ տվել։ Ես բացարձակապես ոչ մազ եմ քաշել։ Հիմա ձեր առողջական վիճակը ոնց է։ Գիտեմ, որ մազերը փունջ փոկված է։ Բավարար է լինի կերպ վերականգնելը։ Իսկ դուք պատրաստվում եք ոստիկանությունից բողոքը հետ վերցնել, թե մինչև վերջ գնալու եք։ Ճանապարհից կեսից հետ կանգնելը, ասենք իմաստը ես չեմ գտնում։ Այսինքն չեք միանալու այլևս ձեր ամուսնու Հա, հետ։ ոչ։ Դատարանով, հա։ Անից հետո հաստատ։ Այ մենք զաքսավորված ենք, այսպես ասեմ, ինչ որ դատարանով։ Գուցե վախն է եղել պատճառը, որ դուք չեք բաժանվել իրենից։ Գուցե։ Իսկ այսօր չկա այդ վախը։ Այսօր չէ, արդեն ես հասկացա, որ վախ ամեն ինչ պետք է մի կողմ դնել, չի կարելի։ Դա կյանքի ոնց որ հարց է։ Լավ, հիմա ինչ եք անելու, կնոջը վերադարձնելու եք ձեր։ Ինքը ասում է, որ չի գալու ձեզ մոտ, երկու երեխաների հետ այլևս ձեզ մոտ չի գալու։ Դե ինքը ոնց ուզի, տենց է կլինի։ Ինքը ոնց ուզի։ Պատրաստ եք իրեն հանգիստ թողնել։ Դե արդեն ոնց, եթե ինքը ընդունակ էր սենց բանի, ճիշտն ասած, որ ինք իրա խերքով չի արել, բայց եթե ընդունակ էր, անկախ ամեն ինչից բոլորը ինչ կար անցան մենացի։